уже есть. Մгմ։ 11 глава послания к евреям. Եբրայեցիների նամակի 11-րդ գլուխ։ Я даже футбол нашел на эту тему. Մгм։ Այդ նույն թեմայով է շապիկ եմ ճարել։ Мы будем много говорить про веру. Մենք հավատի մասին շատ ենք խոսելու։ И часто эту главу называют там зал веры или ну что такое. Եվ հաճախ այս գլուխը հենց այդպես էլ անվանում են հավատի այդ կարծես սա։ И мы с вами увидели, что автор рассуждение свое в 10 главе заканчивает о важности истинной подлинной веры. Եվ ինչպես մենք դիտարկեցինք 10-րդ գլխի վերջում հեղինակը խոսում է И это ճշմարիտ истина, կեղծ հավատի կարևորության է ծխրագործության մասին։ эта истинная вера, она переносит трудности и идет до конца. Անկեղծ այդ ճշմարիտ հավատը դիանում է, անցնում է բոլոր դժվարություններով եւ միջև վերջ гնում է։ И как мы с вами видим из 10 главы 33 стихом, сейчас я открою. Եվ ինչպես միասին տեսնում ենք 10-րդ գլխի 33-րդ խոսքում, Вера, она приносит много ну, результатов, определенных плодов. հավատը շատ արդյունքներ է բերում եւ որոշակի պտուղներ է բերում։ И она выстраивает трудности. Նա հավատը դիմանում է դժվարություններին։ И заканчивается, по сути, рассуждение тем, что подлинная вера, она несет в себе вечную награду. Եվ այս քննարկումը անկեղծ հավատի մասին վերջանում է նրանով, որ ասում է այդպիսի հավատը վարձք է բերում, պարգև է բերում։ И, по сути, 11 глава представляет собой изложение о том, что собой представляет эта истинная вера. Եվ 11-րդ գլուխն էլ շարադրում է այն, թե իրենից ինչ է ներկայացնում այդ ճշմարիտ անկեղծ հավատը։ Как автор говорит, как выглядит настоящая вера, Հեղինակը խոսում է, թե ինչպիսին է ճշմարիտ հավատը, что вера совершает в жизни тех, кто живет по вере, թե հավատը ինչ է իրականացնում նրանց կյանքում, ովքեր հավատով են ապրում, и конечные результаты, к чему вера приводит. եւ այն մասին, թե հավատը ինչ վերջնական արդյունքների է հասնում։ И мы с вами должны понимать, что христианская вера, она не придает большого значения тому, что мы делали в прошлом. Եվ մենք պետք է հասկանանք, որ քրիստոնեական հավատը մեծ տեղ չի տալիս այն ամենին, ինչ որ մենք անցյալում ենք արել։ Но акцент делается на настоящем, то, что мы сейчас должны переносить и продолжать верить. Այլ շեշտադրումը ներկայի վրա է, թե հիմա մենք ինչ պետք է անենք, ինչի պիտի դիմանանք, ինչպես շարունակենք հավատալ։ И также мы должны понимать, что взгляд на веру в Писании делается таким образом, что вера сильна не из-за самой веры. Եվ նաև պետք է հասկանանք, որ Աստվածաշունչը հավատը նկարագրելիս բացատրում է, որ հավատը ուժեղ է ոչ հենց միայն հավատալու պատճառով, Дональд Карсон как-то приводил пример в своей проповеди.
Եվ անգամ Դոնալդ Քարսոնը իր քարոզի մեջ մի օրինակ է բերում, говоря о двух евреях, которые э, переживали, что будет перед тем, как они будут совершать Пасху. խոսելով երկու հրեաների մասին, ովքեր միասին խոսում են, թե ինչպես են իրականացնելու զատիկը, Ну, первую Пасху в Египте. եւ այդտեղ խոսքը Եգիպտոսում առաջին զատկվա մասին է։ И один другому говорит, как ты думаешь, это вообще как сработает? Мы и наши первенцы не погибнут? Եվ մեկը մյուսին ասում է, ինչ ես կարծում, այս բանը ստացվելու է, մեր բոլորի անդրանիկները չեն մեռնի, И один говорит, ну да, у нас Бог говорит через нашего пророка Моисея, что так и будет, нам нужно верить Божьему Слову. եւ նրանցից մեկն ասում է, դե այո, մեր մարգարե Մովսեսը ասում է, ընդհանրապես մեր Աստված դա կանի, մեզ ընդհանրապես պետք է հավատալ Աստծո խոսքին։ А другой говорит, ну я сомневаюсь, потому что я не видел, чтобы раньше такого происходило. Может, не получится? Մյուսն ասում է, դե բայց ախր ես կասկածում եմ, որովհետեւ անցյալում երբեք այդպիսի բան չի եղել։ Կարող է պատահի եւ չստացվի։ Но в конечном итоге тот и другой совершили Пасху. Ի վերջո ուսն էլ այդ զատկվա համար անհրաժեշտ ամեն բանն արեցին, Вопрос заключается, у кого-то умер первенец? հարցը նրանում է ինչ որ մեկի մոտ Արանիկը մահացավ, Ну, по сути, ни у кого, потому что они выполнили то, что было сказано. ըստ էության ոչ, որովհետև ինչ որ իրենց ասվել էր, դրանք կատարեցին, И несмотря на то, что второй вначале колебался, тем не менее он сделал то, что от него требовалось. եւ չնայած այն հանգամանքին, որ այդ երկրորդը կասկածում էր սկզբում, միևնույն է պահանջվող ամեն ինչը ինքն էլ արեց։ Поэтому у нас ну, важен не насколько как сильно ты веришь, Դրա համար էլ մեր դեպքում էլ կարևորը նա չէ, թե դու ինչ ուժգնությամբ ես հավատում։ сама вера ну, по себе ничего не достигает. Հենց այդպես հավատ ասածը ինքը իրենով ոչ մի բանի չի հասնում։ Ключевой вопрос– это объект нашей веры. Այստեղ կարևորագույն առանցքային հարցը մեր հավատի օբյեկտն է։ Вера– это просто канал. Հավատը ընդհանրապես այդ ուղին կամ այդ խողովակն է։ Когда Христос называл своих учеников маловеры, Երբ որ Քրիստոսը իր աշակերտներին անվանեց թերահավատներ, а, как это понимать слово маловеры? հիմա այդ թերահավատ բառը ինչպես հասկանանք։ Есть много веры, а есть мало веры. Հիմա ռուսերեն ստացվում է փոքր հավատ ու շատ հավատ։ Աստորեն կա մեծ հավատ, փոքր հավատ, Что вы думаете? ինչ կարծիքի եք։ Փոքր հավատը ունի Ինչ փոքր հավատը նկարագրած թերահավատություն կասկած։ Малая вера, вот у нас в армянском слове как-то недостающая вера, вот это слово. Мало вера означает, что там есть сомнения. Мгм. Ну, это больше вера или это больше неверие?
Հիմա դա ավելի շատ Получается, հավատ է, թե անհավատություն։ Ինչ։ ավելի խաղիկում էլի։ Եթե մի բան դու կասկածում ես, ուրեմն դա Если ты сомневаешься, значит, это не вера. Да, я думаю, скажем, такое э, мягкое утверждение, что вы не верите, не доверяете. Այո, այս ձևով ասենք, այդ փոքր հավատը կամ կասկածելը դա չհավատալու նուրբ ձևով ասացն է։ У меня, ну, я раньше работал социальным работником и помогал пенсионерам. Ես անցյալում աշխատել եմ որպես աշխատող եւ օգնել եմ թոշակներին։ И у меня был подопечный, которому я свидетельствовал о Христе и дал ему Библию, и он ее изучал. Եվ իմ հոգացության ներքո մեկը կար, որին ես վկայեցի, նրան Աստվածաշունչ տվեցի, ինքը կարդում էր ուսումնասիրում, И мы, ну, неоднократно беседовали о Боге. եւ մեկ անգամ չէ, որ միասին զրուցել են Աստծո մասին։ И однажды я его спросил, ну, когда вы наконец-то покаетесь? Եվ մի անգամ նրան հարցնում եմ, «Վերջապես երբ եք ապաշխարելու»։ И он сказал, ну, пойми, я всю жизнь был атеистом и коммунистом. Ասում է, դե ինձ ճիշտ հասկացիր, ես ամբողջ կյանքս աթեիստ եմ եղել, կոմունիստ։ Мне не так просто все это принять. Ինձ համար այդքան էլ հեշտ չի այս ամեն ինչը ընդունելը։ И он сказал, я сейчас на 80% христианин, на 20% коммунист. Ասում է, ես հիմա 80%-ով քրիստոնյա եմ, 20%-ով կոմունիստ։ Бог примет? Աստված կընդունի այդ մարդուն։ Э, это не, это не вера. Դա հավատ չէ։ Доверять Христу на 80%. Վստահել Քրիստոսին 80%-ով։ Он до сих пор хватался и держался за какие-то вещи, которые ну, противоречат христианской вере. Մինչ հիմա այդ մարդը հավատաց եւ կարել է այն ամենին, ինչը հակասում է քրիստոնեական հավատին։ Поэтому снова христианская вера это больше вопрос аспекта нашей веры и убеждения в Божьих обетованиях. Ուստի ինձ ասեն, քրիստոնեական հավատի մեջ կարևորը մեր հավատի օբյեկտն է եւ համոզմունքն ու վստահությունը նրա տված խոստումներին։ Поэтому в первых 8 стихах мы можем задать два таких вопроса. Առաջին 8 խոսքերի վերաբերյալ մենք կարող ենք այսպիսի հարցեր տալ։ Первый вопрос, ну, что собой представляет, какая природа истинной подлинной веры? Ինչ է իրենից ներկայացնում այդ ճշմարիտ անկեղծ հավատը ըստ էության։ Прочитайте первые два стиха. Ընթերցենք առաջին երկու խոսքերը։ Հավատը հուսացված բաների հաստատումն ու աներևույթների ապացույցն է, որովհետև նախնիները դրանով վկայությունն ընդունեցին։ Что означает, как у вас переведено это? Ինչպես է ձեզ մոտ թարգմանված։ Ձեր թարգմանության հետ տարբերություն կար ինձ մոտ։ Հարց։ Հիմա հարց։ Մեզ մոտ ինչպես է թարգմանված սա։ Որը Есть Այս առաջի երկու խոսքերը հայերենով ինչ ձևով է թարգմանված։ Вы всем нам или Да, это, ну, как этот стих звучит в вашем переводе?
Ինչ ձևով է հնչում ձեր թարգմանության մեջ։ Դե ասեմ թարգմանին ոչան։ Ըհը։ Արդ հավատը հուսացած բաների հաստումն է, իշերված բաների ացույց։ Ըհը։ М, Вот вера– это как бы утверждение в то, в чем мы надеемся, и доказательство невидимых, Доказательства Իշերի։ да, невидимого. Ну, дословно, если Мгм. перевести. Хорошо. Поэтому здесь у нас есть вера, у нас есть уверенность, да? Այսպիսով մենք այստեղ ունենք հավատ, այստեղ ունենք հաստատում կամ վստահություն Или вот это доказательство, да, у вас есть? եւ ապացույց։ Но одно Ա, слово, которое в греческом языке переводится как уверенность, Այն բառը, որ հունարեն լեզվից թարգմանվում որպես ը, վստահություն կամ այդ հաստատում, но одно из значений этого слова это то, что стоит под сущностью. այդ բառի իմաստներից мեկը նշանակում է այդ բուն էությունը, այնինչ բուն էությունն է։ Помните, первая глава, 3 стих, там о Христе говорится о том, что Он является точным отображением природы. Հիշում եք առաջին գլխի 3-րդ խոսքում ասում ենք, որ Քրիստոսը նրա բուն էության ճշգրիտ արտացոլումն է։ И также мы видим этот термин используется в 3 главе 14 стихом. Եվ տեսնում ենք, որ այս նույն եզրույթը օգտագործված է 3-րդ գլխի 14-րդ խոսքում։ Если только начатую жизнь твердо сохраним до конца. Ուստի սկզբից մինչև վերջ պետք է հաստատում պահենք։ Եվ ռուսերենում ասում են այդ սկսած կյանքը հաստատուն։ Поэтому, возвращаясь к этому стиху, мы видим, что вера позволяет нам иметь вот эту Հավատը մեզ թույլ է տալիս ունենալ уверенность. այդ վստահությունը։ Вера — это то, что делает нас уверенными в том, что мы надеемся. Հավատը հնարություն է տալիս, որ մենք վստահ լինենք այն բաներին, ինչին որ հուսացել ենք։ И суть веры и реальности в том, что невозможно доказать то, что мы предвидим в надежде. Եվ այդ հավատի բնույթը իրողությունը այն, որ մենք չենք կարող ապացուցել այն, ինչ որ մենք կանխասում կամ կանխավ տեսնում ենք հույսի մեջ։ Поэтому здесь мы видим, что Слово Божие говорит, что вера всегда смотрит вперед. Ոստի այստեղ տեսնում ենք, որ Աստծո խոսքն ասում է հավատը միշտ առաջ է նայում։ На то, что невидимое ожидает с уверенностью. Այն ինչը աներևույթ է անտեսանելի է եւ վստահությամբ սպասում է դրան։ Или с уверенностью, или с надеждой. Վստահությամբ կամ հույսով սպասում է դրան։ Поэтому надежда, вера порождает нетерпеливое ожидание и уверенность. Ոստի հույսը եւ հավատը առաջ են բերում վստահություն եւ նաեւ անհամբեր սպասում այդ վստահված բաներին։
И второй момент, который мы видим в этом утверждении, это то, что вера это убеждение в том, чего не видно. Երկրորդ բանը, որ այս հաստատման մեջ տեսնում ենք, դա ապացույցն է այն բաների, որ անտեսանելի են, աներևույթ։ Поэтому можно, ну, и как я так понимаю, в некоторых переводах переводят означать доказательство, но в данном случае лучше рассматривать это то, что вера производит доказательства. Որոշ թարգմանություններ օգտագործում են այս ապացույց բառը, բայց ավելի լավ է պես հնչի, որ հավատն ինքն է առաջ բերում ապացույց։ Конечно, ну, в нашей жизни практической мы полагаемся на многие вещи, которые не видим. Իհարկե, գործնականում մեր կյանքում շատ բան ա, որը մենք չենք տեսնում, բայց հեմ ենք, վստահում ենք այդ բաների։ Поэтому мы садимся в лифт, и мы уверены в том, что он нас довезет. Ուստի մենք, ասենք, նստում ենք վերելակ եւ մենք վստահ ենք, որ դա մեզ տեղ կհասցնի։ Но я думаю, в этом году не так сильно, но когда у нас были сильные перебои с электричеством, Այս տարի այդքան շատ չէր, բայց երբ որ մեր մոտ նոր էր սկսվել էլեկտրականության այդ շատ ուժեղ խափանումները, и веерные отключения по 4 часа, մեզ мոտ այդպես հովհարային անջատումներ էին 4 ժամով, то определенно люди, которые жили в многоэтажных домах, играли в лотерею. եւ հաստատ է, որ բարձրահարկ շենքերում ապրողները կարծես լոտո խաղալիստին էին։ Там можно сесть в лифт и застрять там на часа 4. Աստորեն մարդը կարող էր նստել վերելակ եւ մեկ էլ 4 ժամով այդպես լրված մնալ վերելակում։ Поэтому некоторые перед тем, как сесть в лифт, смотрели расписание, когда свет отключат и стоит ли туда заходить. Դրա համար շատերը այդ ամբողջ ցուցակը նայում էին անջատումների ու ըստ դրա էին որոշում արժե նստեն վերելակ թե ոչ։ Но обычно мы, садясь на стул, не проверяем, да, выдержит у нас, нет. Ну, мы просто сели и доверяем. Եվ սովորաբար երբ որ մենք աթոռին նստում ենք, մենք չենք էլ մտածում աթոռը մեզ կպահի թե չէ, վստահաբար նստում ենք։ Но мы должны понять, что то, чего мы не видим, более реально, чем то, что видим. Բայց մեզ պետք է հասկանալ, որ այն, ինչը մենք չենք տեսնում, ավելի իրական է, քան մեր տեսածը։ 2 Коринфянам 4, 17, 18. Երկրորդ Կորինթացիների 4-ից 17-ից 18։ Քանի որ մեր թեև նշություն որ միայն ավելի գերանց եւ հավիտական փոխարերում եւ մենք տեմների տեսաններ բաները ամանակորային դերը շենքում հավիտենան են։ Спасибо. Нету слышно прерывистый звук или вам тоже? Անգամ դժը կտրտվում է, կտրտվում է Մարտունի։ Ինչ ասել ես կտրտվում է։ Մտածում եմ կարող է պետք է անել եղբայրս։ Որովհետև մեր այժմյան թեթև նեղությունը գերազանց հավիտենական փառք պատրաստում մեզ համար, քանի որ այս տեսանելի բաներին չենք նայում, այլ անտեսանելիներին, որովհետև տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները հավիտենական։ И мы видим в Писании, что вера всегда была
тем способом, с помощью которого смертные люди обретали Божью благосклонность. Եվ մենք տեսնում ենք, որ գրվածքում հավատը այն միջոցն է, որով մարդիկ կարողանում էին ձեռք բերել Աստծո բարեհաճությունը։ С 3 по 12 стихи мы с вами видим, по сути, еще один ответ на вопрос, а что вера дает Божьему сыну или дочери. 3-ից 12-րդ խոսքերում տեսնում ենք այն հարցի պատասխանը, թե հավատը ինչ է տալիս Աստծո որդուն կամ դուստրին։ И начиная с 3 стиха начинается ряд таких высказываний, которые указывают, чего достигли верующие в прошлые века. Եվ երրորդ խոսքից սկսած նկարագրում է այն ամենը, թե նախկին դարերում ժամանակներում մարդիկ ինչի են հասել հավատի միջոցով։ И как мы увидим, автор начинает с людей, которые ходили верою еще до потопа, и заканчивает 12 главой непосредственно Иисусом Христом. Եվ մենք տեսնում ենք, որ հեղինակը սկսում է խոսել մարդկանց մասին, ովքեր հավատով անցել նախքան ջրհեղեղը, եւ հետո արդեն 12-ում ավարտում է Հիսուս Քրիստոսով։ И мы видим с 3 по 7 стихи такие 4 награды подлинной веры. 7-րդ խոսքերում մենք տեսնում ենք ճշմարիտ հավատի 4 վարձատրություն։ Первое, что мы видим, по вере Бог дает людям возможность обладать истинным знанием. Առաջինը, որ տեսնում ենք, հավատով Աստված մարդկանց հնարավորություն է տալիս ձեռք բերել ճշմարիտ գիտություն, ճանաչողություն։ Я помню, как свидетель одной англичанке, которая была убеждена в том, что наука все объясняет. Հիշում եմ մի անգլուհու վկայում էի, որը համոզված էր, որ գիտությունն ամեն ինչ ապացուցում է։ И поэтому я ей задал вопросы, ну, откуда ты знаешь, как возник этот мир? Եվ իրեն հարցնում եմ, դու որտեղից գիտես, թե ինչպես է առաջացել այս աշխարհը։ И она сказала, ну, наука об этом говорит. Նա ինձ ասում է, դե գիտությունն այդ մասին խոսում է։ И она начала говорить про теорию Большого взрыва. Եվ նա սկսեց խոսել մեծ պայթյունի տեսության մասին։ И я спросил ее, а как мы знаем, что он был? Եվ ես հարցնում եմ, իսկ որտեղից գիտենք, որ այդպիսի բան եղել է։ Теория это, ну, это рабочее предположение, но это не доказанный факт. Տեսությունը դա ինչ որ գործնական ենթադրություն է, բայց դա ապացուցված փաստ չէ։ И все зависит от интерпретации данных. Եվ ամեն ինչ կախված է փաստերի տվյալների մեկնաբանությունից։ Поэтому ты просто в это веришь. Ասում եմ դրա համար դու հենց այնպես դրան հավատում ես։ Я верю, что есть кто-то, кто сотворил этот мир из чего? Բայց ես հավատում եմ մեկին, որը ոչինչից է ստեղծել այս աշխարհը։ Ну, у тебя другая формула этой вселенной. Բայց դու այս տեզերքի մասին ուրիշ բանաձև ունես։ Никто плюс ничто равно все. Ոչինչ գումարած ոչ մեկը հավասար է ամեն ինչի։
И, и поэтому мы оба верующие. Ուստի երկուսս էլ հավատում ենք, հավատացյալ ենք, Но по сути, не нужно еще больше веры, чтобы верить в то, что ты веришь. բայց ըստ էության ինձ ավելի մեծ ու շատ հավատ է պետք հավատելու այն ամենին, ինչին դու ես հավատում։ Бог тот, который дает нам знать, как все произошло. Աստված այն мեկն է, ով մեզ բացատրում է, թե ամեն ինչը ինչպես է առաջացել։ Мгм. И мы с вами верим, что существовал только Бог, который не является частью творения. Եվ մենք հավատում ենք, որ մեր Աստված գոյություն է ունեցել եւ ինքը իր արարչության մի մասը չի։ Поэтому Бог проговорил, и появилась Вселенная. Ուստի Աստված խոսեց եւ հայտնվեց տիեզերքը։ Этот извечный спор, помните, что было вначале, курица или яйцо? Այդ մշտական վեճը հիշում եք, չէ, որն է ավելի շուտ եղել, հավը թե ձուն, Ну, мы знаем ответ. բայց մենք դրա պատասխանը գիտենք։ Какой? Որն է պատասխանը։ Հոգ, Ինչ։ հոգ, Курица. Курица. Ну, в случае курица и яйца, это курица. Այո, Աստված նախ Աստված է եւ իսկ հավի եւ ձվի հարցում նախ հավն է եղել։ Но мы видим великого Бога, который из ничего все сотворил. Մենք տեսնում ենք այդ մեծ Աստծուն, ով ոչնչից ամեն ինչ արարեց։ Поэтому Бог говорит, что если вы верите, то у вас есть, вы обладаете этим знанием. Թե Աստված ասում է, եթե հավատում եք, դուք տիրապետում եք այս գիտությանը, Но без веры, без веры в живого Бога наш разум остается затемненным для этой славной и простой истины. բայց առանց կենթանի Աստծուն հավատալու մեր միտքը կույր է մնում այս փառահեղ ճշմարտության առաջ ճշմարիտ Աստծո մասին։ И когда мы отворачиваемся от веры в Божье Слово, наши сердца и наше мышление, разум становятся темными. Երբ որ մենք Աստծո խոսքից հետ ենք դառնում, մեր սիրտը, միտքը, խորհրդատությունները խավարում են։ И поэтому, в Римлянам мы видим, что люди, получив знание, отвергнув его, в своем уме они омрачились. Եվ մենք տեսնում ենք Հռոմեացիսում, որ մարդիկ գիտությունը ստանալով, ունենալով այդ ամենը, իրենք դրանից շրջվելով, իրենց մտքի մեջ իրենք այդ խավարումը ստացան։ И на славу нетленного Бога изменили в образ. Ասում է Աստծո անեղծանելի փառքը եղծանելի բաներով փոխեցին։ Вы видели эти телевизионные каналы, там, National Geographic и подобные, которые показывают природу, жизнь животных, строение Вселенной, космоса, такие. Երբևէ այդ ալիքները դիտել եք այդ National Geographic կամ բնության, կենդանիների, տիեզերքի մասին այդ գիտական հաղորդումները, որ մշտապես ցուցադրում են։ Это, хороший источник того, благодаря чему мы можем посмотреть на окружающий мир. Դրանք լավ աղբյուր են, որի միջոցով մենք կարող ենք
տեսնել մեր շրջակա աշխարհը։ Но толкование, которое звучит в пояснении природы, это язычество. Բայց այն մեկնաբանությունները կամ այդ բնության վերաբերյալ բացատրությունները, որ տրվում են, դա հեթանոսության նման է հնչում։ Они предписывают творение качества Творца. Նրանք արարչությանը արարչին է բնորոշ։ Посмотрите, как мудро природа создала этого жучка. Տեսեք, թե ինչպիսի իմաստությամբ է Աստված ստեղծել այս բզեզին։ Как мудро природа сделала это и то. Աստված ինչ մեծ իմաստությունով է ներողություն, բնություն է, ինչ մեծ իմաստությունով է ստեղծել այս բանը կամ այն բանը։ Они поклоняются творению. Նրանք երկրպագում են արարչությանը։ Поэтому человечество нуждается в откровении, чтобы иметь правильный взгляд на творение. Մարդկությունը հայտնության կարիք ունի, որպիսի ճիշտ հայացքով նայի արարչությանը։ Поэтому первую граду, которую мы имеем, вера позволяет нам обладать истинным знанием. Ոստի առաջին պարգևը, որ մենք ունենում ենք, այն է, որ հավատը հնարավորություն է տալիս ճշմարիտ գիտություն ձեռք բերելու։ Дальше, читая стих 4, мы видим, благодаря вере мы узнаем, каким сердцем должен обладать человек, чтобы приблизиться к Богу. Չորրորդ խոսքում մենք տեսնում ենք, թե մարդը ինչպիսի սիրտ պետք է ունենա, որով կկարողանա մոտենալ Աստծուն։ Поэтому секундочку. Мы видим Каина и Авеля, которые принесли жертву. Մենք տեսնում ենք Ավելին եւ Կայնին, որոնք բերում են զոհաբերություն, И мы видим, что даже в те времена были проблемные дети. եւ տեսնում ենք, որ դեռ այն ժամանակներում էլ խնդիրներով երեխաներ եղել են։ Они оба принесли жертву, но Бог одну жертву принял, другую нет. Նրանք երկուսն էլ զոհ են բերում, բայց Աստված ընդունում է մեկի զոհը, մյուսինը ոչ։ Но почему Бог принял от одного, а другого не принял? Ինչու Աստված մեկից ընդունեց, մյուսից չընդունեց։ Некоторые говорят, ну это потому что Авель знал, что нужно приносить животных, а не плоды. Ոմանք ասում են, դե Աբելը գիտեր, որ պետք է կենթանի բեր զոհաբերության, ոչ թե պտուղներ։ И несмотря на то, что мы предполагаем и видим в дальнейшем больший акцент на принесение животных, мы также видим в книге Левит, люди могли приносить и другие жертвы. Բայց ինչպես մենք գիտենք, մենք արդեն տեսել ենք սովորաբար մարդիկ ավելի շատ զոհաբերություններ բերում էին կենթանիների, բայց ղևտացիների գրքում մենք տեսնում ենք, որ մարդիկ նաև երբեմն այդպես պտուղներ որպես զոհաբերություն բերում էին։ Поэтому тут больше вопрос отношения сердца Каина и Авеля. Որովհետև եւ ուրեմն այստեղ ավելի շատ սրտի դիրքի մասին է, Աբելի ու Կայենի զոհ բերելու առումով։ И принятие жертвы было доказательством того, что Авель имел веру. Եվ զոհաբերությունը ընդունելը ավելի շատ ապացուցում է, որ Աբելը հավատ ունեցել է։ А
Про Каина мы читаем, в первом Иоанна, в Новом Завете говорится, что он был от лукавого. Իսկ Կայենի մասին առաջին Հովհաննեսի թղթում կարդում ենք, որ նա չարից էր, И поскольку тот не имел веры, его жертва была не принята. եւ քանի որ նա հավատ չուներ, նրա զոհաբերությունն էլ չընդունվեց։ А тот факт, что жертва Авеля была принята, говорит о том, что он имел правильное взаимоотношение и был праведником. Այն հարցը, որ ընդունվեց Աբելի զոհը, ապացույցն է այն բանի, որ նա հավատ ուներ եւ արդար էր։ И он назван праведником в Матфея 23:35. Եվ նա արդար է անվանվում Մատթեոսի 23:35-ում։ Поэтому благодаря этой вере Авель имеет свидетельство, которое остается в силе. Եվ շնորհիվ այդ հավատի Աբելը իր վկայությունը ունի, որն էլ ուժի մեջ է մնում։ Поэтому, хотя он умер, это свидетельство продолжает еще говорить. Եվ չնայած այն բանին, որ նա մահացավ, նրա կայությունը շարունակում է խոսել։ 5-6 стихи говорят нам о третьей награде. 5-րդ, 6-րդ խոսքերը երրորդ պարգևի մասին են խոսում։ Верой мы входим в сферу существования, конечный удел, который является вечная слава воскресения в присутствии нашего Господа. Еще раз. Еще раз, да. Верой мы входим в ту сферу, Հավատով մենք մտնում ենք այն ոլորտը, конец которой вечная слава воскресения. որի վերջը հավիտենական, որի վերջը հարության հավիտենական փառքն է։ 5 и 6 стихи мы видим историю про Еноха. 5-րդ, 6-րդ խոսքերում մենք տեսնում ենք Ենովքի պատմությունը։ Он прожил 300 лет после того, как ушел на пенсию в 65. Я шучу. Он прожил 300 лет. Այս կատակ էր անում, ասում եմ 300 տարի ապրեց, 65 տարեկանում թոշակի անցնելուց հետո։ Այս կատակ էր։ Да. Я как-то читал одну историю про англичанина, который заключил контракт с одной пожилой женщиной, что он будет заботиться о ней и, платить за ее ежемесячные расходы, но потом дом перейдет в его собственность. Ես կարդացել եմ մի անգլիացու մասին, որ պայմանագիր է կնքում մի տարեց կնոջ հետ, որ կհոգա նրա ամսական այդ վճարները լրիվ կտա, բայց հետո պետք է այդ տունը անցնի իրեն որպես սեփականություն։ И он платил, а она не умирала. Ու այս մարդն էլ շարունակում է վճարել այդ կնոջ բոլոր վճարումները, իսկ այս կինը այդպես էլ չի մահանում։ Я забыл, до какого возраста она дожила, но она еще прожила, может быть, 20 с чем-то лет. Մոռացել եմ, թե այդ кինը մինչև քանի տարեկանն է ապրում, բայց այդ պայմանագիրը կնքելուց հետո դեռ մի 20 տարի էլ ապրում է։ И, по сути, было подсчитано, что за эти деньги, которые он выплатил, ей можно было купить не один дом. Եվ ի վերջո ստացվում է, որ
այդքան գումարը, որ այդ մարդը այդ կնոջ ծախսերի համար տվել էր, բավարար էր, որ ինքը մի ուրիշ տուն էլ առներ։ Поэтому лучше такие контракты не заключать с теми, кто жил до потопа. Ուստի ավելի լավ է մինչև ջրհեղեղը ապրած մարդկանց հետ այդպիսի պայմանագրեր չկնքել։ Хорошо. Что мы видим, что мы знаем про этого человека? Что он каким-то образом своей верой привел Бога к решению «ты мне нравишься, иди сюда». Ինչ գիտենք այս մարդու մասին, Ենովքի մասին, այն որ իր հավատի միջոցով ինքը կարողացավ այնպես անել, որ Աստված այս որոշումը կայացնի եւ ասի դու ինձ դուր ես գալիս, արի տուն։ Текст просто говорит, что его не стало, потому что Бог дал его. Մեր տեքստը ինչ է ասում։ Ասում է, որ Ենովքը, ուզում եմ բառը գտնեմ, 15-6 стих, да? Да. Я просто слово хочу сразу, որովհետև չգտնվեց, ոչ միտեղ չգտնվեց, իմ թարգմանությունը դա է ասում, ոչ միտեղ չգտնվեց, որտև Աստված նրան վերցրել էր։ Поэтому каким-то образом он получил свидетельство о том, что он угодил Богу. Ինչ որ ձևով Ենովքը այս վկայությունը ունի, ձեռք բերեց այդ վկայությունը, որ ինքը հաճեցրեց Աստծուն։ И в 6 стихе мы видим, что в нашей вере должны быть два таких элемента. 5-րդ խոսքում տեսնում ենք, որ մեր հավատի մեջ պետք է այսպիսի երկու տարրեր լինեն։ Первое – это то, что Бог есть. Առաջինը, որ Աստված կա, И второе, что мы должны верить, что Бог является тем, кто награждает. եւ երկրորդ իմանանք, որ Աստված նա է, ով վարձատրում է, ապարգևատրում է, Кого он награждает? ում է ապարգևատրում նա։ Это Հարց։ Вопрос. вопрос. Մհմ։ Ով իրեն է փնտրում։ Ищущих его, Իրեն է Да. մոտենում։ Но, который приближается к нему. так. Но Якова 2:19. Հակոբոս 2:19 Չիտա՞ց։ Там написано, сейчас написано, что там бесы веруют и трепещут, но Бог их не награждает. Այնտեղ գրված է, որ դևերն են հավատում եւ սարսափահար լինում, բայց Աստված նրանց չի վարձատրում։ Тот факт, что бесы признают Бога, это не заставляет Бога награждать бесов. Այն փաստը, որ դևերը հավատում են Աստծուն, դա չի դրդում, որ Աստված նրանց վարձատրի։ И понятно, что Бог награждает людей, но не всех людей. Եվ հասկանալի է, որ Աստված պարգևատրում է մարդկանց, բայց ոչ բոլորին։ Он не награждает людей, которые верят, но их вера заканчивается простым исповеданием. Нет никакого действия. Աստված չի պարգևատրում այն մարդկանց, ովքեր հավատում են, բայց իրենց հավատը
գործնականում ոչ մի բանի չի բերում, ոչ մի պտուղ չի բերում։ Но речь идет о тех, кто усердно ищет его. Այստեղ խոսքը գնում է նրանց մասին, ովքեր ջանադրաբար դրում են նրան։ Поэтому нам нужно иметь веру, как у Иноха, который искал Бога. Ոստի մեզ պետք է ունենալ Ենովքի նման հավատ, նրա ով փնտրում էր Աստծուն։ 4:13. Поэтому Бог взял и восхитил Еноха. Աստված վերցրեց ու հափշտակեց Ենովքին, Но мы, как церковь, должны также ожидать, что скоро Христос придет за церковью и возьмет нас к себе. եւ որպես հավատացյալներ մենք պետք է նաեւ դրան սպասենք, որ Քրիստոս շուտով կգա եւ եկեղեցին կհափշտակի իր համար։ И это следующее действие, которое произойдет. Եվ դա հետեւյալ գործողությունն է, որ տեղի կունենա։ В 7 стихе 4 награда. 7-րդ խոսքում 4-րդ արգևատրումն է։ Мы видим, речь идет о Ное, и мы можем сказать, что вера избавляет от Божьего гнева. Խոսքը Սուտ Նոյի դառնա- մասին է։ Մենք տեսնում ենք, որ հավատը Աստծո բարկությունից եւ դատաստանից ազատում է։ Ной был сыном Ламеха. Նոյը Ղամեկի որդին էր, Помните, он там убил и хвастался своим женам, что он убил человека. որը հիշում եք, խոսում էր, որ մարդ էր սպանել ու պարծենում էր իր կանանց առաջ։ И когда родился Ной, Ламех сказал, что, возможно, он даст покой земле. Երբ որ Նոյը ծնվեց, Ղամեկն ասաց, որ հնարավոր է, որ ինքը երկրին հանգիստ բերի։ Возможно, он надеялся, что тот будет Мессией. Գուցե նա հույս էր տածում, որ Նոյը լինելու է Մեսիան, Но мы видим, что Ной жил в очень сложное время. բայց մենք տեսնում ենք, որ Նոյը շատ բարդ ժամանակներում է ապրել։ Бог говорит Ною, что он уничтожит землю. Աստված Նոյին ասում է, որ երկիրը ոչնչացնելու է։ Повелевает построить ковчег, и видим, что спасается только 8 человек. Եվ Աստված Նոյին պատվիրում է տապան կառուցել ու տեսնում ենք, որ ընդամենը 8 մարդ է փրկվում։ Ной никогда не видел дождя. Նոյը երբեք անձրև չէր տեսել։ Он строил и, как мы понимаем, проповедовал о том, что будет дождь. Նա կառուցում էր եւ ինչպես տեսնում ենք, նա քարոզում էր, հասկանալի է, որ քարոզում էր, որ ինչ որ անձրև է լինելու։ Поэтому приглашение уверить, поверить, это все равно, что до потопа продавать зонтики. Ոստի մարդուն, երբ որ դու առաջարկում ես, որ գա հավատի հավատ ունենա, դա նույնն է, ինչ որ մինչև ջրհեղեղը քարոզեիր, խոսեիր անձրևանոցի մասին։ Но Ной верил в то, что придет то, что говорит Господь, чего сейчас он не видит. Եվ Նոյը հավատում էր, որ գալու է լինելու է մի բան, որ Աստված ասել է, եւ դա մի բան է, որ ինքը հիմա չգիտի։ Он верил в то, что доказать было невозможно.
Նա հավատում էր մի բանի, ինչը ապացուցելն անհնար էր, Но произошло то, что Бог обещал. բայց տեղի ունեցավ այն, ինչ Աստված խոստացել էր։ И мы видим, что утверждается про Ноя, что он стал наследником праведности по вере. Եվ մենք Նոյի մասին տեսնում ենք, որ նա հավատով դարձավ ժառանգորդ արդարության։ А, Только 8 человек, как мы понимаем, спаслись. Մենք հասկանում ենք, որ ընդամենը 8 հոգի փրկվեցին։ И мы видим, что тем самым а, Ковчег доказал, что Ной был верующим человеком. Եվ մենք տեսնում ենք դրանով, որ այդ տապանը ապացուցեց, որ Նոյը հավատացյալ մարդ էր։ И также Ковчег доказал, что весь остальной мир был осужден за неверие. Եվ նաև տապանը ապացուցեց, որ մնացյալ ողջ աշխարհը պատժվեց անհավատության։ И таким образом Ной, он сохранил Божье обещание об Искупителе. Եվ այդ ձևով Նոյը պահեց փրկագնողի մասին Աստծո խոստումը։ И, следовательно, таким же самым образом мы с вами верой избавляем себя от Божьего суда и греха. Եվ այդ նույն ձևով մենք էլ հավատով մեզ ազատում ենք Աստծո գալիք բարկությունից եւ դատաստանից։ И мы видим, что Иисус даже в своем учении проповеди ссылался на Ноя в качестве иллюстрации. Եվ մենք միասին տեսնում ենք, որ Հիսուսն էլ իր ուսմունքում եւ քարոզում բերում է Նոյի օրինակը։ Бог предупреждал в прошлом, люди не слушали, и так будет в конце времени. Աստված նախկինում էլ զգուշացրել է, մարդիկ չեն լսել եւ այդպես մինչեւ մեր ժամանակների վերջն է լինելու։ Что у нас с перерывом? Давайте сделаем, наверное. Հիմա երևի ընդմիջում վերցնենք, հա։ У нас время есть 10 минут. Չէ, ասում եմ արդեն ընդմիջում անենք։ Еще 10. Davjan չի լսվում։ Да, еще 10 есть, но Ну, хорошо, давайте. Можно вопрос? Да. Если текст не говорит про дождь, мы можем, да, это нормально, что думать, Ной не видел дождь. Он не знал про дождь. Ну, в описании до потопа мы видим описание, что роса опускалась. նախքան ջրհեղեղը Աստվածաշունչը նկարագրություն է տալիս, ասում է, որ այդ ցող էր իջնում։ Но самого дождя в таком виде, который мы сейчас наблюдаем, не было. Բայց այնպիսի անձրև, որը մենք հիմա ենք ունենում, այդ ժամանակ դեռևս չէր եղել։ И многие толкователи Писания и креационисты, они считают, что до потопа Бог сотворил мир таким образом, что вся земля была покрыта оболочкой из воды. Որոշ մեկնաբաններ եւ նաեւ կրեացիոնիստները ասում են, որ Աստված աշխարհը այնպես էր ստեղծել, որ նախքան ջրհեղեղը ամբողջ երկրագունդը շրջապատված էր եղել այդ գոլորշու ջրային այդ գոլորշու ամպով շերտով, ներողություն, шертով. И потом вся эта вода в течение 40 дней в виде дождя падала на землю.
Եվ հետո այդ ջրհեղեղի ժամանակ այդ ամբողջ ջրային շերտը անձրևի տեսքով իջավ երկրի вրա։ Но это не только, скажем так, это не скажем, я думаю, этой воды не было достаточно, чтобы покрыть всю землю. И мы читаем, что также из земли были открыты источники, которые затапливали поверхность. Բայց այդ ջուրը այդքան շատ չէր, բավարար չէր, որ ամբողջ երկրագունդը պատեր, ու մենք գրվածքում կարդում ենք նաև, որ այդ ստորգետնյա աղբյուրներն էլ բացվեցին, պատռվեցին, եւ այդ ամբողջ ջուրն էր, որ ամբողջ երկրագունդը պատեց։ Поэтому таким образом земля была покрыта. Այդ ձևով էր, որ երկրագունդը ամբողջովին ջրով պատվեց։ И из реакции, которую, скажем, Ной имел, и то, что Бог заключил завет и дал радугу, Ага. я думаю, это как раз было заверением Ноя, чтобы он боялся дождя больше. Եվ այն ուխտը, որ Աստված արեց Նոյի հետ, եւ այն երևույթը, որ Աստված արդեն որպես այդ ուխտի նշան ծիածանը կապեց, դա Նոյի համար հաստատում էր, որ ինքը այլևս ջրհեղեղից չվախենա։ Поэтому, кажется, Ной с дождем познакомился первый раз во время потопа. Եվ թվում է, որ Նոյը անձրևի հետ ծանոթացել է առաջին անգամ ջրհեղեղի ժամանակ։ Ага. Спасибо за это. Пожалуйста. Ну, давайте сделаем сейчас перерыв и потом начнем с 8 стиха рассматривать. Լավ, հիմա ընդմիջում անենք եւ հետո 8-րդ խոսքից կսկսենք շարունակել։